մի 15 տարի։ Եթե sense գնաց, խաղաղ ձև Հայաստան դառնալու է անունով կարող ամնա ասենք, որպեսզի ասենք ՄԱԿ-ի աշխարհի պետությունները այդքան բան չանեն, չընդվզեն, ասենք Թուրքիայի, ու վերջը չփանը, դրանց սանկցիաների տակ չմտցնեն թուրք-ադրբեջանական պետություններին, մի 15 տարի կարող անունը պահպանվի որպես հայկականություն, բայց մեր տարածքում մնալու են ոչ հայերն ասել հայերը, որոնք ծառայել են թուրք-ադրբեջանական բանին, բիզնեսին ու նրանց բոսերին ու նրանց բանակային իշխաններին, գեներալիտետին։ Ուղղակի ռեստորանային, այսպես հյուրանոցային ծառայություններ են մատուցելու, մեր ազգից մնալու են դեռ։ Ոնց որ ասենք մի քանի տականք մնացել են Ստեփանակերտում, այնտեղ, ասենք, այստեղ մնալու են մի 15-20 հազար կամ թող 100,000 մարդ մնա։ Ես մտածում եմ, որ ասենք եթե երկար շարունակվեց, մեր ազգը երկար չի դիմա։ Եթե մանավանդ, ասենք ադրբեջանցիների բնակություն հաստատեցին այստեղ։ Ես այն ժամանակ կրասնասել, ես ինքս ճամբարակից եմ։ Կանգնում էի ճամբարակում այն ժամանակ, դիմացս թուրք էր, այս կողքը թուրք էր, այս կողքը թուրք էր, ետևը թուրք էր։ Հիմա եթե թուրքերը եկան այդ նույն իրանց տարածքները նախքին, թուրքերի թիվը եղել է 160,000 մարդ համարով, ես էլ գիտեմ անգիր, ընդամենը 160,000 մարդ, բայց նրանք ձևակերպելի են, որ իրանցից ծնվածները, նրանց թոռները եւ այլն վերջի 30 տարում մոտորապես իր հետ կազմում են, ասենք, միլիոնին մոտիկ մարդ։ Եթե այդ միլիոն մարդը մտավ Հայաստան, նրանք դիտավորյալ պրովոկացիաներ են սարքելու, դիտավորյալ հայ աղջկան վիրավորելու են, հայ աղջկա թևից քաշելու են, հայ աղջկան փախցնելու են, հարսանիքի տեղից հայ հարսնացուին փախցնելու են, ոնց որ ժամանակին իրանք միշտ արել են։ Գրգռելու են մեր հայ տղամարդկանց, եթե տղամարդիկ դեռևս այդ որոշ չեմ ուզում խիստ խոսքեր ասեմ, եթե թասի բառը թուրքերեն է, եթե այդ պատվի զգացումը դեռևս մեր մեջ կա, մեր աղջիկներին կանանց նեղացնելու են, միջազգային բանը խժդժություններ են առաջացնելու, որ թուրքական բանակները կողմից Արաքսից են Թուրքիայի բանակից որոշ ստորաբաժաններ, այս կողմից Ադրբեջանի մտնեն ու ասեն մենք ոստիկանական ֆունկցիաներ ենք իրականացնելու մեր ազգի արդեն ստեղ բնակեցված ազգի, որ մենք սիրով գրկաբաց այսօր մեր կառավարությունը գրկաբաց ասում է թող գան, ինչ ա եղել, թող գան առևտուր անենք, մեր պետականությունը ոնց որ կանաչի ծախելու ու առնելու վրա հենված լինի, ոնց է հնարավոր։ Թուրքերը այսօր